Ղևտացիների գիրք, գլուխ 10, Նադաբի ու Աբիուդի մեղքը։ Ահարոնի որդիները, Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը վերցրեց իր բուրվառը, ու դրանց մեջ կրակ դրեցին, և վրաները խունկ դրեցին, ու Տիրոջ առջև օտար կրակ մատուցեցին, որ ինքը չէր պատվիրել նրանց։ Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ ու սպառեց նրանց, ու նրանք մեռան Տիրոջ առջև։ Այդ ժամանակ Մովսեսն ասաց Ահարոնին. Տերն այսպես խոսեց ասելով. Ինձ մոտեցողների մեջ սուրբ եմ համարվելու, ու ամբողջ ժողովրդի մեջ փառավորվելու եմ։ Եվ Ահարոնը լուռ մնաց։ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբոր Ոզիելի որդիներին, Միսաելին ու Եղիսափանին, և նրանց ասաց. Մոտ եկեք, ձեր եղբայրներին սրբարանի առջևից բանակից դուրս տարեք։ Նրանք մոտեցան, ու ինչպես որ Մովսեսն ասել էր, նրանց իրենց շապիկներով բանակից դուրս տարան։ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին, Եղիազարին ու Իթամարին. Ձեր գլուխները մի բացեք ու մի պատռեք ձեր հանդերձները, չլինի թե մեռնեք, և չլինի թե ամբողջ ժողովրդի վրա բարկություն իջնի, բայց ձեր եղբայրները, Իսրայելի ամբողջ տունը, թող ողբան Տիրոջ այրածի վրա։ Իսկ դուք վկայության խորանի դռնից դուրս մի եկեք, որպեսզի չմեռնեք, քանի որ Տիրոջ օծման յուղը ձեր վրա է։ Նրանք արեցին այնպես, ինչպես Մովսեսն էր ասել։ Եվ Տերը խոսեց Ահարոնի հետ ասելով. Երբ վկայության խորանը մտնեք, թե դու և թե քո որդիները գինի կամ օղի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Սա թող ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն լինի, որպեսզի կարողանաք տարբերել սուրբ անսուրբից և մաքուրն անմաքուրից, և որպեսզի Իսրայելի որդիներին սովորեցնեք բոլոր կանոնները, որոնք Տերը Մովսեսի միջոցով պատվիրել է նրանց։ Մովսեսը խոսեց Ահարոնի և Եղիազարի ու Իթամարի, նրա կենդանի մնացած որդիների հետ. Տիրոջ պատարակներից ավելացած հացի ընծան վերցրեք ու զոհասեղանի մոտ բաղարջ կերեք, քանի որ դա ամենասուրբն է։ Սուրբ տեղում կերեք այն, քանի որ դա Տիրոջ պատարակներից քո ու քո որդիների հասանելիքն է, քանի որ ինձ այսպես է պատվիրված։ Եվ տարուբերելու կուրծքն ու բարձրացնելու ուսը դու և քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր տեղում կերեք, քանի որ Իսրայելի որդիների խաղաղության զոհերից քեզ և քո որդիներին հասանելիքն է։ Բարձրացնելու ուսն ու տարուբերելու կուրծքը կրակով արված զոհաբերություններով թող բերեն Տիրոջ առջև տարուբերելու համար, որպեսզի ինչպես որ Տերն է պատվիրել, քոնը և քո որդիներինը լինի հավիտենական կանոնով։ Եվ Մովսեսն զգուշությամբ փնտրեց մեղքի պատարակի նոխազը, և այն ահա այրված էր, ուստի Ահարոնի որդիների, Եղիազարի ու Իթամարի վրա բարկացավ ասելով. Ինչու մեղքի պատարակը սուրբ տեղում չկերաք, քանի որ այն ամենասուրբ է, ու Տերն է տվել ձեզ, որպեսզի վերացնեք ժողովրդի անօրենությունն ու Տիրոջ առջև նրանց համար քավություն անեք։ Ահա նրա արյունը չբերվեց սրբարանի մեջ։ Դուք պետք է անպայման իմ պատվիրածի պես սուրբ տեղում ուտեիք այն։ Եվ Ահարոնն ասաց Մովսեսին. Ահա այսօր իրենց մեղքի պատարակն ու ողջակեզը Տիրոջ առջև մատուցեցին, ու գլխիս այսպիսի բաներ եկան, և եթե այսօր մեղքի պատարակն ուտեի, Տիրոջ առջև արդյոք ընդունելի կլիներ։ Եվ երբ Մովսեսն այս լսեց, բավարարվեց։